Քո համար տարօրինակ չի, որ այսքան ժամանակ քո հետ կապի դուրս չի եկել։ Արմո, ասեցի, հետաքրքիր չի։ Բայց ամեն դեպքում ես քեզ կասեմ։ Այդ Սոնայի հերը, Աբոն, քերին էլի։ Այն մարդը չի, որ իր աղջկան երկար ժամանակով օտարության մեջ թողնի։ Ճիշտ է, ես հստակ չգիտեմ, բայց ասում են ինչ-որ թեկնածու ընտրել։ Դրա համար էլ աղջկան երկար ժամանակով թողելա, որ ուրիշ երկրում մնա։ Դու հասկանում ես ինչ ես խոսում, Արմո։ Հասկանում ես, որ քո ասածը ապուշություն է։ Վրամ ասացի, լսել եմ, չեմ ճշտել։ Հստակ չի։ Երևի դրա համար էլ երես չունի հետդ խոսա, կամ քեզ զանգի։ Ճիշտ էլ դու ես անում, ախպերս։ Տենց աղջիկը ոչ էլ քեզ պետք է։ Չնայած դու էիր ասում, չէ, որ ինքը քեզ չի էլ հետաքրքրում, դու էլ իր հետ կապ չունես։ Ես էլ թղթերի համար եմ եկել, վերցնեմ ու գնամ մահագին բան կանեմ։ Միքո, ես չեմ ուզում քեզ խաբեմ։ Ու չեմ ուզում, որ դու էլ ինձ խաբես։ Ադամյանների մասին ինչ ասում ես, ճիշտ ես ասում, հարց չկա, համաձայն եմ հետդ։ Ու հա, հարցեր եղել են, բայց այդ հարցերը տեղում փակվել են։ Ու ինչ հարցեր են եղել։ Նարեի հարցն է։ Հա։ Հայկո, սիրում ես Նարեին։ Խոսա, Հայկ, մի քիչ առաջ դու էիր ասում, որ չենք խաբելու իրար։ Հա, գիտեմ։ Էլի եմ ասում, որ իրար չենք խաբելու։ Միքո, շատ բաներ կան, որ մենք չենք որոշում ու մենք չենք ընտրում ոնց լինի։ Հա, իմ ու Նարեի մեջ խոսակցություններ, թեմաներ եղել են։ Բայց երկուսս էլ հասկանում ենք ամեն ինչ շատ լավ։ Ու ոնց այդ թեմաներն եղել են, տենց էլ տեղում փակվել են։ Չեմ հավատում։ Միքո, Նարեն շատ լավ աղջիկ է։ Ու բացի լավ աղջիկ լինելը համ էլ շատ լավ մարդ է։ Ու ինքը ամեն ինչի պատրաստ է, որ շատ բաներ ճիշտ լինեն։ Ու քեզ ասեմ, ինքը շատ ավելի շատ բան է հասկանում, քան մի 10 հոգի իրար հետ վերցրած։ Ինքը պատրաստ է Միքայել հետ դնի, որ դու Միքայել առաջ գաս։ Պատրաստ է իրան վատ զգա, որ դու քեզ լավ զգաս։ Ու այդ նենց չի, որ իմ կարծիքն է։ Ինքը այդ մի 1000 անգամ ապացուցել է։ Ու արի պայմանավորվենք, որ սրանից հետո Նարեի մասին ոչ մի ավելորդ բան չես ասելու։ Թե չէ ինչ, Հայկո։ Թե չէ ոչ մի բան, Միքո։ Պարտադիր չի իրար հետ խոսալուց ամեն ինչից առաջ ու հետո ինչ-որ պայմաններ դնենք իրար առաջ։ Ես քո թշնամին չեմ։ Ու չպիտի քո հետ խոսալուց առաջ 1000 անգամ մտածեմ նոր ինչ-որ մի բան ասեմ։ Ու ինչ էր Ադամյան Նարեն եք էստեղ։ Միքո, պարտադիր չի այդքան ազգանունը շեշտես։ Ես շատ լավ գիտեմ Նարենով է։ Բայց դու ոնց որ մոռացել ես։ Ես է գիտեմ Լիլիթին ես հավանում։ Բայց փաստորեն ավելի վատ։ Լիլիթը ինչ կապ ունի։ Էլ ոչ մի։ Այս ավելի վատ էր։ Հա, Նարեն եկել էր ստեղ։ Նարեն եկել էր ստեղ, որովհետև ես էլ իրանց տուն էի գնացել։ Ինչի համար։ Սա քոյի հետ խոսալու։
Նարեն էլ եկավ ստեղ, որ Լալայի մասին ինձ բաներ ասեր։ Լալայից լուր կա։ Չգիտեմ, մեկին գտել ենք, բայց չենք հասկանում ինքնա թե չէ։ Ես էլ գնացել էի Սաքոյի հետ այդ մասին խոսալու։ Բայց Սաքոն ինչ-որ անհասկանալի բաներ ասեց։ Կիսատ պռատ ինչ-որ բաներ խոսաց։ Դենց էլ չհասկացա ինչ իմաստ է խոսում։ Այսքան ժամանակ ինձ թվացել է, որ ամեն ինչ շատ լավ գիտեմ ու ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, բայց հիմա ոնց պիտի ապրենք, Միքո։ Ինչ պիտի անենք, եթե հանկարծ պարզվեց, որ պապան մեզ չի թողել ու չի փախել։ Ու այսքան ժամանակ անիմաստ մեղադրել ենք։ Ոնց ենք այդ բեռը ու սերներիս ապրելու։ Երևի սխալ էր քեզ պատասխանել են Նարեկ ջան։ Երևի մեծ էր կարոտս, դրա համար էլ չկարողացա մի պահ զսպել ինձ։ Ուղղակի դու ինձանից պահանջում ես այն, ինչը անհնարին է։ Այսքան տարի է անցել, այնքան բան է կատարվել։ Ես չափից շատ բան եմ կորցրել ու չափից շատ եմ տանջվել, որ հիմա կարողանամ ինչ-որ մեկին վստահել նորից, անգամ եթե այդ մեկը դու ես։ Արի հենց այսքան ավել ավարտենք մեր շփումը։ Լավ մնա։ Մեկ դու ես ձեռքս վիրակապում, մեկ ես քոնը։ Բայց մենակ ձեռքը չէ։ Մեկ իրար վնասում ենք, մեկ վիրակապում։ Հայկ, ախր ես ինչ ես անում, ես շատ կարևոր շորի համար էր։ Քեզնից կարևոր չի, ոչ մի բան է։ Չեմ խանգարում։ Չէ, հանգիստ նստի։ Ինձ թվաց էլի գնացել ես։ Չէ, այս անգամ չեմ գնացել ու իմ կամքով։ Հայկու մենք հարց ունենք, որ մենակ ինձ ու քեզ է վերաբերվում։ Ուզում եմ ասեմ, որ ինչը որոշես իմացի հետդ եմ։ Այդ չի նշանակում, որ ես իմ կարծիքը փոխել եմ քո մասին։ Դու գիտես, ես մեր անցածի մասով ինչ եմ մտածում, բայց ես ուրիշ է։ Հիմա չգիտեմ ինչ ես մտածում, բայց իմացի, որ հետդ եմ։
Սոնայի հերը, աբոն, քերին էլի։ Այն մարդը չի, որ իր աղջկան երկար ժամանակը ոտարության մեջ թողնի։ Ճիշտ է, ես հստակ չգիտեմ, բայց ասում են ինչ-որ թեկնածու է ընտրել։ Դրա համար էլ աղջկան երկար ժամանակով թողելա, որ ուրիշ երկրում մնա։ Երևի դրա համար էլ երես չունի հետդ խոսա, կամ քեզ զանգի։ Կուզես քո համար թեյ բերեմ։ Կուլ չի գնում։ Ոչ մի բան։ Ոչ մի բան նորե կուլ չի գնում։ Ես քեզ երբեք այս վիճակում չեմ տեսել։ Անգամ կարոյի դեպքերի ժամանակ։ Չեմ ուզում հիմա քեզ հարցեր տամ։ Որովհետև երբ որ ցավը ներսից է, հարցեր տալ անիմաստ է։ Բայց ուզում եմ, որ դու իմանաս, դու մենակ չես, եթե անգամ սխալ ես, չէ, սխալ ասացի, հատկապես, երբ որ դու սխալ ես, դու մենակ չես, ես միշտ քո կողքին եմ, Ես շատ անգամներ առիթներ ունեցել եմ ինքս իմ վրա հասկանալու և իմ շուրջը կատարվող իրադարձությունների շնորհիվ հասկանալու։ Այն մարդիկ, ովքեր որ սխալ են, իրանք շատ ունեն աջակցության կարիք։ Պապ, մենք բոլորս ենք սխալվում։ Ոչ մի մարդ այս աշխարհում գոյություն չունի, ով մինչև վերջ անկեղծ է ու անմեղ է։ Ուղղակի պետք է ժամանակին զղջալ։ Դու որոշել ես ու օտարացել ես ինձանից, հեռացել ես ինձանից։ Հիշում ես կար մի ժամանակ, երբ որ դու ուղղակի տան դուռը բացում էիր, ներս էիր մտնում, ես ուրախությունից թռնում էի։ Անկախ ամեն ինչից, ուղղակի նրա համար, որ պապան տուն է եկել։ Հետո գալիս էիր իմ սենյակ։ Միասին խոսում էինք, լավ ժամանակ էինք անցկացնում։ Ու ամեն անգամ քո գնալուց ես սեղանի դրած ինչ-որ համը բան էի գտնում։ Ես վաղուց չեմ ունեցել այդ զգացողությունը։ Բայց իմ ու քո մեջ ինչ-որ կապ կա, որը երբեք չի կտրվելու։ Ու հիմա ես շատ լավ զգում եմ ու հասկանում եմ,
որ դու տխուր ես, որ դու քեզ մենակ ես զգում, որ ուզում ես լռես, ու քեզ շատ լավ ճանաչելով շնորհիվ ես հասկանում եմ, որ այդ մենակ ցած քաջիկի հետ կապված չի։ Քաջիկի մահն էլ է, քաջիկի մահվան հետևանքներն էլ է։ Նարե, գիտես, կյանքում գալիս ես հասնում մի կետի, որ սկսում ես զղջալ։ Սկսում ես զղջալ, աղջիկ ջան։ Բայց լինում են իրավիճակներ, երբ մարդը ինքն իրեն է գալիս այդ զղջմանը, բայց կան նաև իրավիճակներ, որ հանգամանքներն են ստիպում, որ զղջաս։ Ու կյանքում ամենավատ բանը գիտես որն է, ամենավատ բաներից մեկը, այսինքն աղջիկս, ուշացած զղջումը։ Ումից ներողություն խնդրես, ինչի համար։ Բայց եթե զղջում ես, պիտի ինչ-որ բան փոխելու հնարավորություն էլ ունենաս։ Ու եթե չկա այդ հնարավորությունը ինչ-որ բան փոխելու, այդ զղջումը ոչ ոքի պետք չէ, ոչ ոքի։ Այդ էս իմ փրկությունը այսպես սուր ասեղի պես խրվել է կոկորդիս, կուլ չի գնում, ոչ ետ, ոչ առաջ։ Իմ հանդեպ արած լավությունն էլ է մնացել կոկորդիս կանգնած նարե։ Ամենավատ բանն է նաև, ասեմ քեզ, որ մարդու վատ արարքը ու վատ ասած խոսքը մնում է քո մեջ, արմատանում է, ու անընդհատ այսպես ասած արթնանում է, հիշողություն է դառնում ու քեզ հանգիստ չի տալիս, չի տալիս։ Այդ ամեն ինչը, Նարե ջան, մղձավանջ է դառնում հետո։ Քնած ժամանակ մղձավանջ, արթուն ժամանակ մղձավանջ, ստվերի պես հետևում է ու դու չգիտես ոնց վարվես դրա հետ։ Այսպես փաթաթվում է վզիդ, պարանի պես, քաշում, կարծես խեղդում է Նարե ու դրան փրկություն չկա։ Ինչքան ուզում ես տանջվի ու տառապի, ոչ մի փրկություն։ Ուրեմն իմանաս այն օրը ինչ ա եղել։ Բոլորով միասին գնացել ենք Վարդանայց տուն, Վարդանը այնքան էր խմել, չես պատկերացնի ինչ ա եղել։ Այդ ամեն ինչը ուղղակի պետք է տենայի։ Ինչ եղավ։ Սպասի, հեսա կգամ։ Վռամ ջան, ես դու ես։ Բարի օր։ Բարի օր։ Չհիշեցիր ինձ։ Սամոն եմ, ձեր գյուղի Սարոյի թոռը։ Ամառները միշտ իրար հետ ենք եղել։ Հա, հիշեցի ախպերես։ Լավ ես, ախպեր ջան։ Լավ եմ, բայց կխոսանք էլի, հա։ Լավ մնաս, ախպերես։ Էս ով էր։ Սա կասը։ Արի խմենք։ Ասում ես էս ով է։ Կամոց խոսա։ Եկած չեկած արդեն քանի բաժակ խմել է։ Քո ջոգելով լսելու է։ Իրա տեղը ով էլ լինի պիտի խմի, որ մոռանա ով է։ Այսինքն Սրա հորքուրը մեր գյուղում հայտնի էր։ Սրա հորընկերոջը թաքուն տուն էր բերում տանում, հետո երկուսով թռան գյուղից։
Այդ ընկերը երկու երեխուն թողեց սրա հորքուրին առավ ու թռավ։ Բայց սրանք միջև այդ գյուղում նորմալ հարգանքով ընտանիք էին։ Լուրջ ես ասում։ Հաբա ինչ եմ անում։ Այդ խայտարակությունից հետո էլի բաներ են եղել։ Սրանք էլ եկել են քաղաք։ Բայց սրա քուրն էլ հորքուրի պես ծիտա։ Ինչ էիր ասում, արա նորից ասա։ Ինչ էի ասում։ Ես բան չեմ ասել, խմած ես ապեր երևի։ Ես ինչ արեցիր, արա։ Մեռավ ոնց որ թե։ Թռանք շուտ արա, գնաց։ Ես ինչ արի։ Ալո, կանչ գերանցեք, նետ։ Նարը ընդհանրապես երբ մարդուն լավություն են անում, օգնելու նպատակով է։ Բայց այս մի օգնությունը ծանրացել է հոգուս ու խղճիս։ Ու ես չգիտեմ ես ոնց եմ ապրելու։ Ոնց եմ ես լավության տակից դուրս գալու։ Ինչ լավության մասին է խոսքը։ Քեզով է լավություն արել։ Քաջիկը։ Պապ, մենք հիմա երկուսս էլ նույն բանի մասին ենք խոսում։ Ուղղակի փորձում ենք մեր խոսքը նենց ձևակերպենք, որ ուղիղ չլինի։ Բայց ինձ թվում է, որ արդեն ժամանակն է, որ գոնե ես ու դու իրար հետ պարզ լինենք։ Ես շատ լավ հասկանում եմ, որ քո կյանքում չկա ինչ-որ մեկը, ում առաջ դու սիրտդ կբացես ու կխոստովանես, թե ինչն է խղճիդ այսքան տարի ծանրացել։ Ես գիտեմ, որ Քաջիկը խոսել է Հայկի հետ։ Ու Հայկին ասել է, որ իրենց նամակ է թողել։ Այդ նամակի մեջ գրած է, թե ինչ է եղել Աշոտին։ Այդ նամակի մեջ գրած է, որ Աշոտը ու հորքուրը իրականում միասին չեն փախել։ Պապ, ես քեզ խնդրում եմ, որ դու չխաբես ինձ։ Ես քեզ չեմ էլ հարցնում, որովհետև գիտեմ, որ այդ նամակը քո մոտ է։ Որովհետև եթե այս աշխարհում կա մի հոգի, ով բացի Միքոյից ու Հայկից կարա իմանա այդ նամակի մասին, այդ մարդը դու ես։ Պապ, ես քո վախերն էլ եմ հասկանում։ Սովորաբար մարդիկ դրում են, երբ որ ինչ-որ բան ունեն կորցնելու, կամ ինչ-որ մեկին ունեն կորցնելու։ Բայց հերիքա, դու հասկացի, որ քո լռությունը հիմա մեզ կործանում է։ Մինչև երբ ես լռելու։
Դու ինչ ես խոսում, աղջիկ ջան։ Ինչ նամակի մասին ես խոսում, ես այդ նամակից։ Տեղյակ ես։ Դու այդ նամակից տեղյակ ես։ Ես հասկանում եմ քո անհանգստությունը։ Ես գիտեմ ինչ է կատարվել 10 տարի առաջ։ Ես գիտեմ, որ դու ես սպանել Աշոտին։ Ու քաջիկը մասնակից է եղել։ Շտաբ վիրահատարան։ Հա, բաբ, ես գիտեմ։ Ու մի հարցրու որտեղից գիտեմ։ Ես այսքան ժամանակ կռվել եմ իմ հետ, կռվել եմ քո հետ, բայց մեկը քեզ չեմ ասել։ Որովհետև հիմնականում սերը հաղթում է արդարությանը։ Ու ես քեզ այնքան շատ եմ սիրել, որ չեմ կարողացել արդար լինել։ Բայց հերիքա, պապ Հայկը ու Միքոն իրենց ամբողջ կյանքում իրենց հոր արածի ամոթե ճակատին ման են գալիս։ Միքոյի ու Հայկի ամբողջ մանկությունը, ամբողջ երիտասարդությունը մենք փչացրեցինք։ Ու ես ինձ չեմ առանձնացնում ձեզանից, որովհետև ես ձեր մեղսակիցն եմ դարձել, երբ որ իմացել եմ ու լռել եմ։ Ուղղակի ես չեմ հասկանում, դու ո՞նց ես կարողանում տենց ապրել, պապ։ Դու ամբողջ կյանքում ապրել ես Աշոտին մեղադրելով ու Աշոտին մեղավոր հանելով։ Ես հիմա եմ հասկանում, դու ինչի համար վռամին չթողեցիր, որ ինքը գնա Հայկին կամ Միքոյին ինչ-որ բան անի։ Որովհետև դու գիտեիր, չէ՞, որ Կարոյի մահը Աշոտի մահվան պատասխանն էր։ Ու ձիաց քաջիկն էլ ոչ մի բան չարեց։ Ինքը կորցրեց իր միակ մինուճար երախուն, բայց ոչ մի բան չարեց, բառ անգամ չասեց։ Որովհետև ինքն էլ էր հասկանում, որ այդ Աշոտի մահվան գինն էր։ Դու հասկանում ես, երկու հասուն մարդ ատում են իրենց հորը, որովհետև մտածում են, որ իրենց հերը իրենց թողել գնացել է։ Այնինչ Աշոտը իրականում չկա։ Հիշի ով է եղել Աշոտը քո համար։ Ինքը քո ընկերն է եղել։ Դուք իրար հետ աղբոր պես եք եղել։ Հիմա երբ որ քաջիկը խոստովանել է, դու ինչի համար ես խանգարում։ Ինչի չես թողնում, որ գոնե այդ նամակը հասնի իրանց։ Ես քեզ շատ եմ խնդրում, դու ազատի իրանց էլ, մեզ էլ այդ մեղքի զգացողությունից։ Մեկը այս ամեն ինչը մի օր բացահայտվելու է։ Մեկը բոլորը ամեն ինչ իմանալու են։ Թող քեզ չթվա, որ ես քեզ չեմ հասկանում։ Թող քեզ չթվա, որ ես հետևանքների մասին չեմ մտածում։ Կամ չեմ վախենում։ Չեմ մտածում եմ, վախենում եմ, բոլորից էլ շատ եմ վախենում։
Բայց այս ամեն ինչը էլ թաքցնել չի լինելու։ Պապա։ Վերցրու։ Վերցրու ես այդ նամակը։ Վերցրու ու դու տար, դու էլ տուր հասցեատիրոջը։ Եթե ես կարողանայի տալ ես նամակը հասցեատիրոջը, ես ինքս Հայկին կասեի։ Ուրեմն կարող ես տանել դնել հենց միտեղ, որ Հայկը տեսնի ու ինքն էլ վերցնի կարդա։ Ես չեմ կարող, Նարե, ես չեմ կարող տանել։ Հա ճիշտ ես, կարող է ես իմ վախերն եմ ունեցել, դրա համար եմ գողի պես մտել նրանց տուն ու գնացել վերցրել ես նամակը։ Բայց Նարե, ես լրիվ ուրիշ բանի հետևից էի գնացել, բայց լրիվ ուրիշ բան գտա։ Այ դրա համար աղջիկ ջան, որ կյանքը այս պայից սկսած ինձ համար լրիվ ուրիշ դարձել։ Վերցրու, ասում եմ, վերցրու, բռնի ես նամակը, բայց մինչև տանելդ կարդա ու մտածի, թե դրանով ում ես փրկում, ում վնասում։ Վերցրու։ Չոր Լանցետ Չոր Դոկտոր սրտի ռիթմը դանդաղում է։ Շտապ ներարկում։ Շտապ։ Արագացրու։